Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում քննարկվեցին կառավարության ծրագրի 2025-ի կատարման ընթացքն ու արդյունքները, խորհրդարանականներին ներկայացվեցին նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները, տարբեր ոլորտներում արձանագրված ձեռքբերումները եւ ըստ ուղղությունների կառավարության վարած քաղաքականությունը։ Մատնանշվեցին այն թիրախները, որոնք եղել էին գործադրի ամենօրյա գործունեության առանցքում՝ կրթություն, արդարադատություն, էներգետիկա, մարզերում ենթակառուցվածքների զարգացում, գյուղատնտեսություն, բնապահպանություն, տնտեսություն, սոցիալական ու բժշկական ոլորտներ։ Այս ուղղություններում գործադիրն իրականացրել է առավելագույնը սահմանված ցուցանիշներին հասնելու համար։ 2025-ին առողջապահության ոլորտում իրականացվեց շրջադարձային փոփոխություն։ Ընդունվեց առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենսդրական փաթեթ, որով էլ տրվեց համակարգի մեկնարկը։ Նախարարը դա որակեց պատմական եւ ժողովրդի համար կարևոր բարեփոխում։ Ընդամենը 2.5 ամիսներ անց արձանագրում ենք, որ մեր բնակչությունը գոհունակ է, բարեփոխումը իրացվեց սահուն։ Առաջին փուլով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվեց շուրջ 1.600.000 քաղաքացի, որից 53%-ից ավելին բաժին է ընկնում 65+ տարիքային մարդկանց, մոտավորապես 98%-ի սահմաններում հիվանդանոցային այցերը արդեն մնացածին է բաժին ընկնում։ Հաշվետու տարում առաջին անգամ իրականացվեց մասնագիտական անհատական լիցենզավորման գործընթացը, առանցքային էին հիվանդությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքները։ Դեմոգրաֆիկ խնդիրների լուծման տեսանկյունից Վանիկ Օհանյանն առանձնացնում է անպտղության հաղթահարման ծրագրի հաջող ընթացքը։ Անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակներում մենք ունեցել ենք 7722 շահառու, որի արդյունքում ծնվել են 561 երեխաներ, եւ դա բավականին լավ ցուցանիշ է, որովհետեւ մենք գիտենք նաեւ սահմանված թիվ գոյություն ունի առհասարակ համաշխարհային պրակտիկայում, մենք այդ ցուցանիշից մի բան էլ ոնց որ թե ավելի լավ վիճակում ենք։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում էլ 2025-ին իրականացված աշխատանքների կատարման ընթացքն ու արդյունքները ներկայացրին 5 գերատեսչության ղեկավարներ։ Ընդհանուր առմամբ ցուցանիշները բավականին լավն են, փաստում է Բաբկեն Թունյանն ու անդրադառնում իրականացրած աշխատանքներին։ Խոսելով ֆինանսների նախարարության վերաբերյալ պատգամավորն առանձնացնում է ամենաքննադատվող ցուցանիշը։ Կարևորագույն ցուցանիշը երևի պարտքի ցուցանիշն է, որը չնայած շատ է քննադատվում, բայց ըստ էության մենք տարին փակել ենք 47%-ից մի քիչ ավելի բարձր պարտքով, ինչը նախատեսված է սկզբում նախատեսված 50%-ի համեմատ էական բարելավում է։ Հասարակությանը հուզող հաջորդ հարցն էլ այն է, թե ինչ ուղղություններով է պետությունը ծախսում վերցրած պարտքը։ Պարտքը ծախսվում է ենթակառուցվածքների կապիտալ ներդրումների վրա եւ կոնկրետ ծրագրերի վրա։ Եվ կա հստակ կանոն, որ դու չես կարող ավելի շատ պարտք վերցնել, քան կապիտալ ներդրումներ ես կատարում, այնպես որ այդ խոսակցությունները, որ պարտքը վերցրել են, պարգևավճար են բաժանել աշխատավարձ, դա ըստ էության որևէ հիմք չունի։ Շոշափելի են նաև էկոնոմիկայի նախարարության արդյունքները, բազմաթիվ են աջակցության ծրագրերը տարբեր ոլորտներում՝ արդյունաբերություն, տուրիզմ, փոքր ու միջին բիզնես։ Ընդհանուր կա 7% տնտեսական աճ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մասով էլ զգալի են IT ոլորտի զարգացման տեմպերը։ Ունենք նաև մեր ընդունած օրենքի հետևանքները տեսնելու հնարավորություն, որտեղ մենք ընդունեցինք բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցության մասին օրենքը, որը 25 թվականի հունվարի 1-ից մտավ ուժի մեջ եւ տարվա արդյունքներով մոտավորապես 9 միլիարդ դրամի աջակցություն են ստացել ոլորտի ընկերությունները։ Նաև անցած տարվա ընթացքում բազմաթիվ ծրագրերի հիմքեր են գծվել, ասենք NVIDIA-ի կամ արհեստական բանականության ծրագրերը, Starlink-ի մուտքը Հայաստան։ Հաշվետու տարվա համար պետական եկամուտների կոմիտեի մասով Թունյանն առանձնացնում է հայտարարագրման համակարգը եւ վարչարարության արդյունավետության պարզեցումը։ Այսինքն պետությունը ամեն միավոր հարկ հավաքելու դիմաց քանի միավոր ռեսուրս է ծախսում եւ ինչքան ավելի քիչ ծախսելով մենք ավելի շատ հարկ ենք կարողանում հավաքել, նշանակում է այդ համակարգը ավելի արդյունավետ է աշխատում, այդ առումով նույնպես աճ ունենք։ Իսկ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության 2025-ին կատարած աշխատանքները պատգամավորը որակում է հսկայածավալ եւ մատնանշում ուղղությունները՝ հյուսիս-հարավ ճանապարհ, թունելների, կամուրջների արդիականացում։
Ազգային ժողովի գլխադասային մեկ այլ հանձնաժողովում էլ падգամավորներին ներկայացվեցին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ու էկոնոմիկայի նախարարությունների իրականացրած աշխատանքները։ 2025-ի տվյալներով համախառն գյուղարտադրանքը եղել է շուրջ 1 տրիլիոն դրամ, ցուցանիշը 24-ի համեմատ աճել է 5.6%-ով։ Վերենշվածում բուսաբուծությանը բաժին է հասել 540 միլիարդ։ Կառավարության ուշադրության առանցքում են եղել ինտենսիվ այգիները, հիմնվել է 13645 հեկտար այգի։ Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի շրջանակում էլ ձեռք է բերվել շուրջ 1300 գյուղտեխնիկա։ Կատարողականից անմասն չեն մնացել ջերմային տնտեսությունների զարգացմանը, սպանդանոցային ծառայություններ մատուցող տնտեսվարողներին տրվող աջակցության ծրագրերը։ Նորարարական գյուղ ոլորտ ունենալու համար գործադիր աշխատանքներ է իրականացրել գրեթե բոլոր ուղղություններով։ 5200 գյուղատնտես աջակցության ծրագրի շնորհիվ կարողացել է հիմնել գարնանացան, հացահատիկային, հատիկա-ընդեղենային եւ կերային մշակաբույսերի ցանքեր։ Կառավարության գործունեության առանցքում է եղել սոցիալական ապահովման ոլորտը, ինչպես փաստում է Հերիկնաս Տիգրանյանը, պետական բյուջեի շուրջ 26%-ը 2025-ին ուղղվել է սոցիալական պաշտպանությանը։ 25 թվականին ծախսային առումով ծախսվել է 903 միլիարդ դրամ։ Աշխատանք եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի դիտարկմամբ գործադիրը հաշվետու տարում հասել է նախապես սահմանված բոլոր թիրախներին, ինչպես եւ խոստացվել էր նվազագույն եւ միջին կենսաթոշակները համադրելի դարձան նվազագույն եւ սպառողական պարենային զամբյուղներին։ Կենսաթոշակները բարձրացվեցին նաեւ հետվճարի համակարգի միջոցով։ Շատ կարևոր է նշել, որ 25 թվականի տարեվերջին մենք արդեն ունեինք շահառուների ավելի մեծ թիվ, որոնք իրականացնում էին անկախի եղանակով առևտուր, գնումներ, որովհետև սրանով ինքը նպաստում էր իր կենսաթոշակի ավելացմանը։ Հաջողված ծրագրերի շարքում падգամավորը մատնանշում է բնակապահովման 16 միլիոնի ծրագիրը, որը կարճ ժամանակով դադարեցվել էր պայմանավորված հայտերի մեծ թվով։ Անհրաժեշտ էր մշակել հայտերն ու դիտարկել վարկավորման փուլերը։ Շահառուների զգալի թիվը գործադրի համար հիմք հանդիսացավ վերսկսելու ծրագիրը եւ ընդլայնելու աշխարհագրությունը։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր մինչև ծրագրի կասեցումը ձեռք են բերել կամ շինթույլտվություն կամ հողամաս այդ նպատակով, նրանք շարունակում են կամ դառնում են ծրագրի շահառուներ եւ համակարգ կարող են մտնել արդեն նոր շահառուներ եւ կարեւոր է որ մենք այդ բնակարանի մատչելիության ծրագիրը զարգացնում ենք նաեւ այն համայնքներում նաև սահմանամերձ համայնքներում, որտեղ վերջին շրջանում կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում կառուցվել են այդ հաստատությունները։ Առանցքայինների շարքում էին անհուսալի վարկերի ծրագիրն ու վարկառուների համար իրականացվող տնտեսական ակտիվության խթանման միջոցառումները։ Հնարավորություն ընձեռվեց առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկն ուղղել վարկի մարմանը պայմանով, եթե քաղաքացու վերցրած վարկերի գումարները միասին չեն գերազանցում 1 միլիոն դրամը։ 25 թվականի կատարողականով մոտ 8000 անձ դիմել եւ դարձել է այս ծրագրի շահառու եւ մաքրել է իր վարկային պատմությունը։ Պարբերաբար վերանայվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող միջոցառումները։ Դրանց շրջանակում 2025-ին ցերեկային խնամքի կենտրոններում սոցիալ վերականգնողական ծառայություններից օգտվել է շուրջ 419 անձ։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում էլ նախորդ տարվա կատարողականը ներկայացրին ուժային կառույցների ներկայացուցիչները։ Ելնելով գաղտնիության սկզբունքից, զեկույցների մի մասը քննարկվեց փակ ձևաչափով։